Ալո։ Պապիկյան։ Նա սպիտակ նիվայա եկե։ Արցախի հանրային հեռուստաընկերությունից է։ Պիտի բարձրանան լեր, կամանձիրն էլ տեղյակա։ Բաց թողեմ։ Լավ։ Այս մասը Գյուլստանի ձախ հատվածն է, Գյուլստանի ձախ հատվածից վերև այն բլրի վրա, հակառակորդի առաջի մարտական դիրքն է, երկրորդ իր դիրքը այն մի բլուրն է, որ սպիտակ ավազը երևում է, Գյուլստանի մեջ էլ մարտական դիրք ունի ինքը ու գիշերները երևում, էլի որ Գյուլստանի մեջ լույս է ավառում, պետք է ինչ-որ մարդիկ են բերեց, ասա դեմա տեղավորել։ Գյուլստանը սաղն է երեխեքը գիտեն, որ Շահումյանի շրջանն է, ու էդի մերն է եղել։ Բոլորին սերունդ ասում ենք, որ էդի իրանք իմանան, որ էդի հայկական հողերն է ու ամեն վայրկյան, որ պետք կլինի մեր վերադասը հրաման տասի, մեր հողերը պիտի հետ վերցնենք, նորից հետ վերցնենք այդ ամեն ինչը։ Պարոն կապիտան, հենա այս բլուրից վերև ավտոայիշն է, կամազապանով, պալատկով։ Դու նայ։ Բլուրի հետևին է, սա դուզ գա կներ։ Ան առաջի բլուրի հենց գլխի։ Հենա գնա կամազը, պարզել։ Կարող է բերես մենք։ Իրանց շարժը չէ, մենակ գիշերներն է հիմնականում իրանց շարժը։ Ցերեկը 2 հոգի, 3 հոգի, թե նկատում ենք դա, թե չէ, շարժը տես չկա իրանց կողմից։ Նկատեցի գրում եմ դասակիս հրամանատարին։ Զեկուցում ենք իրանք հրամանը ոնց տալիս են, հենց է կատարում։ Աշխատանքներ արել են, ճանապարհներն են բերել իրանց տանշի նման կտրել, որ մեքենաները անցնեն։ Ցանցա տերտակն է։ Տեղ գալիս են մտնում չեն երևում այդ օնորից Կարող է բերես։ Մենք հակառակորդին չպիտի թերագնահատենք։ Ամեն ինչը սպասելուց է, բայց այդ քալին այդ ձև չենք սպասել, էլի որ ինքը առանց պատերազմ հայտարարել կփորձի այդ ձև քալ կատարի, բայց դե համապատասխան պատիժի ենք ստացել։ Ժամը 4-ին 20 պակաս, 15 պակասի այդ սահմաններում լուսաբացին։ Մի անգամից սկսել է ակտիվ ականանետներով կրակել։ Ու ըստ մարտական հաշվարկի ամեն մեկը զբաղեցել են շրջանաձև պաշտպանություն, ամեն վայրկյան սպասում ենք, որ հնարավոր իրականային կրակոցներից հետո փորձի ճեղքում անի, բայց մեր ուղղությամբ էսյանով չի արել, երրորդի մոտով փորձել, մեր տղեկը կասեցել են, ոչ մի բան չի կարողացել ունի։ 120 մմ ականանետներից, տեր 100-ից, ահագին կրակել են, ահագին 100-150 հատ։ Ու փորձել են մեր երրորդ գումարտակը ճեղքեն, բայց չեն կարողացել էլի։ Համապատասխան կրակոցներից հետո հետ են թողել ու փախցել է, պրոստը հակառակորդը չի իմացել էլի, որ մեր 18 տարեկան բենզինվորները ձև իրաց դիրքերի ամուր կպայեն։ Ու իրաց համել տանենք, էլի սաղ դուխները տեղը ոչ մեկն էլ ոչ են կընտրել, ոչ բան։ Ամեն մեկն էլ սպասում է հենց մի փոքր փորձի առաջ գա մեր պետական սահմանին, տվում ոչ չաշնի։ Շատ բան է փոխվել։ Արդեն իրար մեջքի կայնած, ամեն մեկը, որ ինչ-որ մեկը մի տեղ է գնում, մի զինակից ընկերը հետ է գնում, որ մենակ չլինի, եթե վտանգ գնի, ինքը իր ընկերոջ կողմը կայնած ունի։ Հայ ազգը կարա վստահ լինի, որ այս 18 տարեկան երեխան հիմա որ ստե դիրքում կայնած է, չի թողել, որ հակառակորդը թեկուզ մի սանտիմետր ոտը դնի մեր պետական սահմանը։ Կրակոցները կանշուտը ստայից են կրակում, ես պոստից են կրակում, բայց կրակոցները չեր եմ։ Հենա կամոս է գալիս։ Ես մեր դիմացի պոստան ուզում մտնի, իրանց համար հատուկ հրամատափորված, որպեսզի չդիտարկվի մեր կողմից։ Ըստ հավանականության հացի ավտո է։ Ժամը 3-ից արդեն հրետանուձեն լսվում էր։ Հենց սկզբից էլ կրակոցները տարբերվում էր, որովհետև զգացում էր, որ աշխատում էր խոշոր դրամաչափի զենքեր էին աշխատում։ Մենք գնում ենք տաքսոսները, պաշտպանված հատուկ կահավորված հրետանուց,
Եվ սպասում ենք հետագա հրամաններին։ Շարքային Մանուկյան Գևորգը դիտարկում էր կատարում, այդ ընթացքում նկատել էր ուղղաթիռը, հետո մեր կապավորներից մեկը զգուշացրեց, որ ուղղաթիռը արդեն սահմանին է։ Տեսնելով ուղղաթիռը, բարձրացել ենք մեր պոզիցիա, համալիրն ենք անել։ Ուղղաթիռը մեր տվանելով եղել է Mi-24, որը նախատեսված է թակառակորդի կենթանի ուժ տեխնիկան ոչնչացնելու համար։ Բլուրի հետևից բարձրացել է ուղղաթիռը, հետո շարժվել է մեր դիրքերի ուղղությամբ։ Հասցրեց մի քանի անգամ կրակել, բայց բոլորն էլ փուստ գնաց։ Դիրքերի մոտակայքերում հայտնաբերել են այդ ուղղաթիռի արձակած հրթիռների մասունքներից։ Սա հակառակորդի ուղղաթիռի արձակած հրթիռի մնացորդներն են, որը ապրիլի 2-ի արդեն 3 անկողմերին ենք հայտնաբերել մեր այս անտառից։ Այս հրթիռը արձակել էր այդ ուղղաթիռը, սակայն չհասավ իր նշանակետին։ Ողանենք մեր հրթիռը հասավ մեր նշանակետին, երևի սա այդ ուղղաթիռի վերջին մասն է, որ մնացել է։ Հրթիռները արձակելուց հետո շրջադարձ էր կատարում, որպեսզի հետ վերադառնար, այդ ժամանակ էլ խոցել եմ ուղղաթիռը։ Նորմալ սովորել եմ, տիրապետում եմ զենքին, եւ սա էլ առիթներ գործնականում կիրառելու, ցույց տալու այդ գիտելիքները։ Մոտավորապես 3500-ից 4000 մետր հեռավորության վրա է գտնվել այդ ժամանակ ուղղաթիռը։ Վտանգավոր էր այն չափով, որ եթե առաջ շարժվեր, չէին կարող ասել հիմա ինչ դրություն կլիներ այստեղ, քանի որ շատ ուժեղ եւ լուրջ զենքերով է, նրա սպառազդությունը շատ լուրջ է եւ այդ զենքերը կիրառելուց հետո չէին կարող ասել ինչ կլիներ այստեղ։ Մեզ համար մեծ պարծանք է, որ մեր ջոկից է, մեր 4 հոգանոց ջոկից։ Շատ ուրախացանք, մենք շատ ողջորված զգացինք, որ կարողացել ենք, որ Գևորգը կարողացել է հակառակորդի ուղղաթիռ խոցել, դա շատ մեծ բան է։ Բոլորս էլ պատրաստություն ունենք, ուղղակի Գևորը ավելի լավ ֆիքսեց, բախտը բերեց։ Պատրաստ ենք հակառակորդի ամեն մի գործողությանը արժանի հարված տալ, արժանի պատասխան տալ։ Բոլոր ծնողները կարող են հպարտանալ իրենց զինծառայող երեխաներով եւ բոլորին համբերություն միջև իրենց երեխաները վերջացնեն, հասնեն իրենց ծնողներին, իրենց տուն։ Այն վերևից է սարի վրից են գրակում, տեղից համ մինամյոտ են գրակում, համ գրանտամյոտ, այն վերևից են մեր ծառների մոտից։ Իրանք վինտարես կոչվող զենքով որ կրակել են, դա պատրոնի քան տեսակ ճճտոց է գալիս։ Դրանից որ կրակել են, ես շելից դուրս եմ հելել, թաքստոցից դուրս եմ հելել, տեսել եմ, որ այդ սարի գագաթից մուխայով գրանտամյոտով սկսել են կրակել են։ Կրակել են, գոռացել են գումարտակ դիվերսիա, շելերից դուրս են եկել, սկսել են հետները կռիվ տալը։ Աստուծո ոչ մի վիրավոր բան չենք ունեցել, սա լավ է եղել։ Հաստատ գիտեմ, որ վիրավորներն ունենալու, զոհերն են ունենալու։ Որ մեր հրամանատարն ասել է, որ մեկը լինի շելի դեմ է, մեկը պետքա պեկայից լինի, ես էլ պեկայից դեմ ու հանդերձավորված պատրաստ կանգնելուց եմ եղել։ Որ լսել եմ դիվերսիա, գումարտակ դիվերսիա, արդեն սկսել եմ կրակել։ Մեր հրանատարակազմը ճիշտ է գուշակել, ինքը ասել է մեր հրանատարակազմը կողմնորոշները, որը կարող են կողմից դիվերսիան լինի, մեկ էլ են կողմից դիվերսիան։ Բայց շատ ակնկալում ենք, որ այս կողմից կներ ու այս կողմից էլ եղավ դիվերսիա։ Որ սկսվավ արդեն կրակոցները գալը, ես ու արկիչն ենք ելել առաջումից ինքը, հետո ես կրակել ենք, տեսել ենք, որ կողմից է կրակը գալի, դե մութ էր, այդ զենքերի, որ կրակում են բոցամարիչներից, որը լույս է երևացել է, մոտավոր մոտ մի 90%-ով հասկացել ենք, ջոկել ենք, թե որտեղ է կրակոցը, այդ կողմով մենք ենք կրակվածել,
իսկ Կարնելը միջև այդ ստե ինքը եղել է կարաուլ, ես իր հետ խոսացել եմ, որ անգար չվախենա, բան չանի։ Ներքևից արգիշտին ասեց իմ թիկուն կպահի, ես ելնեմ իր մոտ, այստեղից եմ կրակը վարել, արգիշտի հետ իրար ձայն տալով, որ հասկանանք ինչ ենք անում։ Գումարտագիր անում տարաշտապ, պետք է բոլոր, սաղ մեր հետ են եղել։ Իրանք էլ տարբեր ուղղություններից են սկսել, տարբեր տեղից սկսել են կրակ բացել։ 15 րոպե, բայց այդ 15 րոպեն մոտ մեծ տպավորությունով մի 2 ժամ թվում է։ Որտեւ այդ պայնն են դժվարություն են սավրում, որ չենք պատկերացնել։ Եթե եւ ախնայինք կմնայինք այդտեղ, մյուսներն է կվախենեն, նրանք ավելի առաջ կգային։ Վերջում լավ էր, որ մենք ողեր չունենք, սաղը լավ է, ամեն ինչ նորմալ էր մեր հետ։ Դե առաջ չէի պատկերացնում, որովհետև շատ բաների չէի մասնակցել, շատ բաներ չէի լսել էլի, բայց որ իմ աչքով տեսա իմ ձեռքերով ամեն ինչ արեցի, հետո արդեն ինչ ասես արժի էլի։ Զգոնությունն է շատ փոխվել։ Դե ինչ փոխվել է, շատ բան է փոխվել։ Ամեն ինչ Արդեն ավելի ուղղակի չեն կարող բացատրեն։ Դիրքերի Ամեն ինչը փոխվել է, ոնց կարա չփոխվի, ասենք Բառերով չեն կյանքի կարելի հանդեպ բացատրել։ զգուշությունը եւ ասենք չթողել, որ հանգարց հակառակորդը մեր սահման ներխուժի, դες բան չի կարա լինի, մենք կանք դες բան չի կարա լինի, որ հակառակորդը մեր տարածքները մտնի, մեր հողը, մեր ջուրը։ Մենք ամեն ինչ կանենք, որ դες բան էլ չկրկնվի։ Մենք գիտակցում ենք, որ մենք չլնենք, մենք պահողը չլնենք, ուրեմն ոչ իմ ծնողը կարա հանգիստ քնի, ոչ մի ծնող չի կարա գալու հանգիստ դնե բարձին քնի։ Այսօր բոլորն է մեր հույսով են։ Ու մենք այդ կանը գիտակցելով հանդերձ ամեն ինչն էլ անում ենք, որ դե վերսա ինչ ուզում ալնի հետ մահենք։ Իրանք ինչ տեխնիկա էլ ուզում են հանեն, ինչ էլ ուզում են հանեն, բերեն, ինչ ուզում են բերեն։ Մեր մոտ դա ոչ միական բան չի փոխում, մեկը գիտենք, որ մենք կարող ենք անենք։